Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յիլմազը, որն օրերս Հայաստանում էր մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն զգալի առաջընթացի են հասել խաղաղության գործընթացում։ Թուրքիան աջակցում է Հարավային Կովկասում կայունության ապահովման ջանքերին, կարելի է ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն շուտով կարող է վերջնական խաղաղություն հաստատվել։ Այնուհետև Հարավային Կովկասը, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի, կսկսի նոր դեր խաղալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակով, շեշտել է Ջևդեթ Յիլմազը։ Նա հույս է հայտնել, որ տրանսպորտային հաղորդակցություններն էլ կբացվեն և կակտիվանան տարանցիկ փոխադրումները։ Տարածաշրջանում հավասարակշռության հաստատումը կնպաստի ինչպես անվտանգությանը, այնպես էլ բարգավաճմանը, ընդգծել է Թուրքիայի փոխնախագահը։ Միացյալ Նահանգները և Իրանը մոտ են մեկ էջանոց փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը հիմք կծառայի ռազմական գործողությունների դադարեցման և իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար, հայտնում է Axios-ը հղում անելով ամերիկացի պաշտոնյաների և այլ աղբյուրների։ Նշվում է, որ Վաշինգտոնը ևս 2 օր սպասելու է Թեհրանի պատասխանին։ Հուշագրով նախատեսվում է, որ կսահմանվի 30-օրյա ժամկետ բանակցությունների համար։ Օրակարգում են լինելու Հորմուզի նեղուցի, Իրանի միջուկային ծրագրի և ամերիկյան պատժամիջոցների հետ կապված հարցեր։ Ըստ պարբերականի հնարավոր հուշագիրը բաղկացած է 14 կետից, որոնցից մեկի համաձայն Թեհրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացումից, իսկ Վաշինգտոնը հակաիրանական պատժամիջոցներից։ Ակնկալվում է, որ Իրանը պետք է աստիճանաբար բացի Հորմուզի նեղուցը, իսկ Միացյալ Նահանգները հանի Իսլամական Հանրապետության ծովային շրջափակումը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ռազմական լուրջ հաջողությունների և դիվանագիտական առաջընթացի ֆոնին ժամանակավորապես դադարեցնում են ազատություն նախագծի իրականացումը, որի նախանշված նպատակն էր ուղեկցել Հորմուզի նեղուցով անցնող նավերը և ապահովել դրանց անվտանգությունը։ Թրամփը նաև հայտարարել է, որ եթե Իրանը համաձայնվի ձեռք բերված պայմանավորվածություններին, էպիկական ցասում գործողությունը կդադարեցվի և Հորմուզի նեղուցը կվերաբացվի բոլոր նավերի համար, այդ թվում իրանական, իսկ եթե ոչ, ռմբակոծությունները կվերսկսվեն ու կդառնան շատ ավելի ինտենսիվ, նախազգուշացրել է ԱՄՆ նախագահը։ Թեհրանից էլ հայտարարել են, որ այժմ Իրանը դարձել է ավելի ուժեղ և ազդեցիկ։ Իրանական կողմը պատրաստ է բանակցել և հասնել արդար գործարքի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ռազմական արձագանք կտա։ Կեսգիշերին ուժի մեջ է մտել Կիևի հայտարարած կարճաժամկետ հրադադարը, սակայն Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական ուժերն արդեն ավելի քան 1800 անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը։ Ուկրաինայի նախագահի խոսքով կիրառվել են ԱԹՍ-ներ, հրթիռներ, ռումբեր։ Նա նշել է, որ Կիևը հայելային արձագանք կտա։ Ուկրաինայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ գիշերը ռուսական ուժերը 100-ից ավելի ԱԹՍ-ներ և հրթիռներ են արձակել։ Թիրախում են հայտնվել Սումիի շրջանը, Դնեպրը, Զապորոժիեն, Խերսոնը, Խարկովը։ Հայտնի է ավերածությունների, խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին։ Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է, որ գիշերն ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Մոսկվայի մարզերի, Ղրիմի և այլ տարածքների ուղղությամբ։ Ղրիմի իշխանությունը տեղեկացրել է, որ թերակղզու հյուսիսում 5 մարդ է զոհվել։ Զուգահեռ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հավատացրել է, որ Մոսկվան չի հրաժարվում բանակցություններից և պատրաստ է շփումների, որոնք կարող են բերել հստակ արդյունքների։ Նա նշել է, որ բանակցություններում այժմ դադար է Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի զբաղվածության պատճառով։ Ավելի վաղ Մոսկվան առաջարկել էր մայիսի 9-ի կապակցությամբ մեկօրյա հրադադար հաստատել։ Դիանա Գասպարյան, լուրեր։